12 ամիս Երևանում, մենք իհարկե մի ամբողջ կյանք Երևանում ենք մեզ պատկերացնում, անկախ նրանից հանգամանքները մեզ որ պահին որտեղ են տանում, բայց ահա յուղամատիտային ցուցահանդեսը, որ ներկայացվել է հոկտեմբերի 4-ին ժամը 19-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի ներքնահարկում, հենց այդ վերնագիրն ունի։ Այո, այսօրվա մեր երկրորդ հյուրերն են նկարչուհի, երաժիշտ Լիլիթ Մանարյանը եւ ցուցահանդեսի համակարգող Լիա Պետրոսյանը, լույս առավոտի։ Ինչպե՞ս եք։ Բարի լույս աղջիկներ։ Պատմեք մեզ ցուցահանդեսի մասին, ինչպես ծագեց գաղափարը, որ պետք է հենց այդ խորագրով, հենց այդ տրամադրությամբ լինի ցուցահանդես։ Ձեր նման գունավոր եք նաեւ մեր օրը շատ գունավոր բառ մտակ, շնորհակալություն եք լավ պոզիտիվ Ինչքան էլ սև եք հագնվում, գունավոր ենք մնում։ Ձեր մազերը ինչքան էլ սև հագնվում եք։ Մոռացել էի դրա մասին։ Ի վերջո գլխավոր հանդերձանք ժպիտը ունեք, դա ամենակարևորն է։ Իրականում աղջիկներ ջան, գաղափարը իհարկե նոր չէր, որովհետև ճիշտն ասած, որքան ես ինքս ինձ հիշում եմ, ամբողջ իմ գիտակից կյանքում իմ բակն եմ նկարել, իմ դպրոցը, իմ փողոցը, ասում են, ինչից է սկսվում հայրենիքը, այդ ամենը ես նկարել եմ աշխարհից։ Այո, եւ այդպես էր ստացվել, որ վերջի 3 տարիներին շատ ակտիվորեն այսպես շարքեր էի նկարում, որոնք ցուցահանդեսներ էին դառնում, այս 7-րդն է փաստորեն 3 տարում, եւ այնպես ստացվեց, որ գիտեք, սա տենդի նման է, մի միտք է քեզ կլանում, ու դու իրան անընդհատ նկարում ես, անցած անգամը տիեզերական խնջույք էր իմ մոտ կոչվում, ամբողջությամբ sense կոսմիկ թեմաներ, հիմա ամբողջությամբ Երևանն էր, որ էլի եմ ասում նոր բան չի, բայց ինչ որ ես ունեի սքեչեր, լուսանկարներ, լավ հիշողություններ, թեկուզ, որոնք ավելի աբստրակտ են, ես այդ ամբողջը շարք դարձրեցի յուղամատիտային, ամեն աստծոր ես նկարում եի Երևանը։ Եվ այսպես ծնվեց Հանրագումարը այսօր արդեն ունեք 12 ամսվա տեսքով Երևանյան, մանավանդ Երևանի օրերն են առջևում, կարծեք այսպես Երևանաշատ, Երևանառատ օրեր են մեզ սպասում։ Իրականում մի քիչ, այո, մտադրաբար այդպես արեցինք, իլիա հետ սազացրեցինք, որովհետև դե ուզում ենք իսկապես դա տոն լինի, 2 շաբաթ ձգվող տոն մինչև հոկտեմբերի 18-ը ամեն օր Երևան։ Մոտ 1 տարի ես փնտրում էի մի հեղինակ, որի հետ կարող եմ անել նմանատիպ ցուցադրություն։ Այո, մենք այժմ տեսնում եք նաև տաղներով աշխատանք եւ այստեղ նաև մեզ մոտ կա 12 months in Yerevan 2026 թիվ Այստեղ ինչպես օրացույցը անգլիալեզու է, օրացույցը ժամանակակից տենդենսներով մեզ հուշեցին, որ այստեղ մենք կարող ենք QR կոդով կարծեք թե այո, ես ծանոթացնում, այո, յուրաքանչյուր ամսին համապատասխանում է թե տրամադրությամբ, թե սեզոնով իմ որևէ նկար Երևանի եւ ոչ միայն կենտրոնից, Մալացիա, Չարբախ եւ այլն, այսինքն ամբողջ Երևանի գունապնակը կենտրոնացել է, հաճելի է։ Եվ յուրաքանչյուր Երևանյան մի լավ երգ է պարունակում։ Եկեք մի փոքր լսենք։ Սրանք երգերը, որոնք շատ քիչ են հնչել դեռ իմ մոտեցրեցինք զմերը, աշուն եկեք նայենք, որ YouTube-ը չասի, այսինչ եկավ, այ, եկեք աշնան տրամադրությունը ստիգենք նայենք։ Ինչ հրաշքներն են հայրս, Քրիստ Մանարյանը, Դավիթ Հովանեսյանը, Իսմանաբնակ, հետեք ամեն ինչում իհարկե միշտ Տիգրան Աբգարյանը եւ իհարկե Երևանյան երգի մեծ վարպետ Աշոտ Գասպարյանը։ Հրաշալի։ Ում որ ես ուզում եմ անպայման բոլորը իմանալ։ Այո, դա գունեղ, գունավոր է ամեն բան։ Ես այսպես էլ նայում եմ եւ ինձ մոտ հարց է ծագում յուղամատիտներով, դա ամենաբարդ աշխատանքն է։ Յուղամատիտներով նկարչությունը, որովհետեւ նկարում եք թե ոչ։ Ես նայում եմ։ Ես միշտ էլ էի պատկերացնում։ Ես այսպես անգամ վիզուալ, որտեվ կարեկցիան դժվար է։ Ես ունեմ շատ մոտ անդամներ տան, որոնք զբաղվում են այս ոլորտով, ճարտարապետ է եղբայրս, դրա համար քիչ հասկանալի է։ Ես գիտեմ, որ իսկապես յուղամատիտներով նկարելը շատ դժվար է, կարեկցիան էլ, հետո շտկումներ անել, իր հետ աշխատել։ Ինչու հենց այդ ոճը։ Թույլ կտաս ես մի բան ասեմ։ Իմ նկարչության դասատուն, չէ, չփորձեմ, դա հստակ բան է։ Իմ նկարչության դասատուն ասում էր, երբ դու նստում ես կտավիում, դու պետք է արդեն ավարտում պատկերացնես։ Լիլիթը ունի այդ շնորհը։ Այդ իսկ պատճառով իր համար խնդիր չի նյութը։ Ես վստահ եմ, որ ինքը արդեն ավարտում կտավը տեսնում է, ավարտում մակերեսը թղթի տեսնում է։ Դու ճիշտ ես գուշակում, Լիա ջան, ես ասեմ ավելին, ես երբևէ չեմ նստում թղթի եւ կտավի առջև, մինչեւ որ ամբողջ պատկերը նու գոնե 80% չլինի գլխիս մեջ եւ լինում է այս ամիսներով եմ պլանավորում նկար, բայց նկարում եմ մի ժամում իրեն, արագ, որտեւ ինքը արդեն պատրաստ է։ Դա երևի ամբողջ գաղտնիքն է, այո։ Այո, իրականում։
Ձեր համագործակցությունը ինչպես ստացվեց, ինչպես գտաք միմյանց այս երևանյան նույնպես արվեստի հողի վրա, որովհետև մոտ 1 տարի առաջ Լիլիթի հետ արեցինք մեր առաջին համատեղ նախագիծը, որը կոչվում էր Անվերջ Արվարձան։ Այո, էլի քաղաքի նվիրված ցուցադրություն, սակայն ծայրամասերին։ Այո, ֆանտաստիկ գունեղեր նույնպես կարող եմ ասել, եւ անցան մենք այդ ցուցադրությունը իհարկե արեցինք, ինքը շատ լավն էր, գունեղ էր, ուրախ էր, շատ անուշն էր եւ երբ ես արդեն այդ միտքը իմ մեջ եպքում էր, որ պետք է գտնեմ մի հեղինակ, որ երկանեմ Երևանին, մեր մայրաքաղաքի նվիրված մի ցուցադրություն, Լիլիթը օրերից մի օր եկավ ինձ մոտ մեկ այլ ցուցադրություն դիտելու եւ չնայած ես չեմ հավատում զուգադիպություններին, բայց անվանենք դա զուգադիպություն, ինքը ասել, ես ուզում եմ ասել, Լիլիթ, գիտես, ես տեսել եմ քեզնից մի նկար, որի մեջ տեսնում եմ մարմնավորումը իմ նախագծի, որը պատկերացնում եմ, գուցե դու կհամա, եւ ինքը ասեց, հա, խնդրում եմ ցույց տուր, եւ ինքը ասեց, գիտես, Լիա, ես էլ ուզում եմ ասել, ուզում եմ եւս մի ցուցադրություն, մի երևանյան շարք ունեմ, այսպես կարճ միացման պես մի բան է, այդ նկարը, որից ամեն ինչ տեսվեց, եւ սա հենց մեր աֆիշի նկարն է դարձել։ Սա հրապարակն է ձմռանը դեկտեմբերին եւ դրան համապատասխանում է ձմեռը Երևանում, Մեղեդին, որ ես ֆլեյտայով եմ նվագել, եւ Լիան դա տեսավ, ես էլ նույն ժամանակ ձայնային ուղարկեցի, որ արի ես sense բանն եք, ես ինչ իմ անա 2 օրը դրա մասին։ Այո, իսկապես չծիծաղեք, իդեպ այնտեղից ականջից հուշում է մեր մոնտաժողը, ասում է Քրիստինե, դու ես այդ նկարում պատկերված, մի տեսակ ուզում եմ հասկանալ իսկապես ինձ Կարմիր Վարսելի, իսկապես ես եմ, իմ ժպիտը, այսինքն ամեն մեկը ձեր նկարներում մեկը մեզ տեսնելու ենք, միևնույն է տեսնում ենք, ու իսկապես ես եմ։ Շատ հավես ավոր ձեզ շնորհակալություն ինձ նկարելու համար։ Այստեղ ես էլ այնտեղ միտեղ կամ շտապում եմ աշխատանքի։ Իմիջայելուց մի տարվա ընթացքում Լիան կփաստի, որպես իմ համադրող, իմ մոտ մարդիկ ավելի ավելացան։ Սկզբում քաղաքը անմարդաբնակ էր, գնալով բնակեցվեց։ Ես դա էի ուզում նկատել։ Հիմնականում անմարդակ բնակ էր ձեզ մոտ լինում։ Մի տեսակ հերոսը քաղաքն էր հենց։ Այո, եւ հիմա հավասարվեցին ուժերը։ Ես գիտեմ, որ տարբեր մասնագիտացումներ ունեք, ֆլեյտահար եք, այո, սցենարիստ, դրամատուրգ, շարունակեք։ Իրականում կոնկրետ մասնագիտություններս երկուսն են, ֆլեյտահար եւ երաժշտագետ, եւ մնացածը փորձեր էին, այսպես ասեք, ոչ թե փորձել եմ, այլ մեծ է փորձս, բայց առանց մասնագիտության։ Ես իրականում նկարչի մասնագիտություն էլ չունեմ։ Հենց դա է երևի օգնում այս կենթանի նկարները ունենալու։ Սակայն Ֆրանսիայում եւ Հայաստանում սովորել եմ մասնագիտացված կոմիքսների նկարչություն եւ դա ինձ մեծապես օգնել նաեւ գրքերի իլյուստրացիայի մեջ, որը ես ակտիվորեն դիմացավալում եմ։ Բնական եւ հայրիկի եւ արտասահմանցի շատ հեղինակների եւ այս տարի 15-րդ գիրքս է լույս տեսնում արդեն նկարազարդված, այսինքն սրանք տարբեր աշխարհներ են, բայց միշտ իրենք ակտիվ էսպես կան, էլի։ Երբ հայտնի ասում ենք, պետք է հուշել, թերևս վստահ եմ շատերը գիտեն, Քրիստ Մանարյանի դուստրն է, մեր տաղավարում դրա համար անընդհատ հայրիկի մասին խոսում ենք եւ իր գնահատականը ինչպիսին էր։ Ասում եմ, ձեզ համար շատ կարեւոր էր առաջին։ Ինչի հաշվով։ Ձեր աշխատանքներից, ցուցահանդեսի մասին ենք խոսում։ Ձեր քննադատներից Նայած կապ չունի իրականում ինչի հաշվով, երևի ես նույնը կասեմ, ինչ ինքը իր հոր մասին էր ասում, իմ պապիկը ասում էր, ես երբևէ ինչ էլ անեի, հայրս երբեք չէր կանգնում իմ ճանապարհին, երբեք չէր ասում ոչ, միշտ ասում էր այո, փորձիր, անպայման եւ կարծես ներքին վստահություն ուներ, որ ամեն ինչ միևնույնն է լավ է լինելու։ Եվ այդ վստահությունը իմ հոր ինձ իհարկե պահում է իմ կյանքում, նա միշտ վստահել է, որ բոլոր իմ էքսպերիմենտները վերջ-վերջու լավ են ավարտվելու եւ ես դրա համար շնորհակալ եմ իրեն շատ։ Եթե կարելի է բուն միջոցառումից խոսենք, ինչ է ներկայացվելու, նաև կարծեմ թե զուգակցում է լինելու երաժշտական։ Մի փոքր հենց բուն միջոցառումից եկեք խոսենք։ Այո, անշուշտ, միշտ ինձ հիացնում է Լիլիթի մեջ այն փաստը, որ ինքը չի վախենում եւ չի խուսափում անել բազմա բովանդակ միջոցառում, ինչը ինձ համար նույնպես շատ կարևոր եւ ողջունելի երևույթ է, որովհետեւ պետք է ունենաս այն հասունությունը, որ հասկանաս, որ 2-ով, 3-ով, 4-ով ինչ որ մի բան անելը ինքը շատ ավելի շահեկան է դառնում, այդ միջոցառումը շատ ավելի գրավիչ է, շահեկան է եւ տպավորվող է հանդիսատեսի համար, եւ ես միշտ դա ողջունում եմ եւ սիրում եմ, եւ Լիլիթը հանդես է կավառաչարկով, Լիա, պատմի այդ առաջարկի մասին։ Օ, ես այնքան առաջարկներով եմ կարծես թե հանդես եկել։ Խոսում էր այն մասին, որ մենք ի վերջո եկանք այն մտքի, որ մենք ստեղծելու
ունենք Երևանի շուրջ մի մեծ մթնոլորտ, մեծ ոչ թե տարածքի տեսանկյունից, ոչ, մեր վայրը փոքրիկ է, սա լինելու է երաժշտական գրական երեկո եւ ասեմ ոչ թե նաեւ դա շահեկան է, որ ուշադրությունը գրավում, դա երևի թե վերջի հերթին եմ ես մտածում, իրական նորից եմ ասում, սա ինձ համար տոն է։ Ամեն իմ ցուցահանդես ես իմ ծնունդից ավելի ուրախ եմ դիմավորում եւ ուզում եմ իսկապես այդ մթնոլորտը, այո, այսպես երկրաչափական պրոգրեսիվ իմ այդ էմոցիան տարածվի եւ քանի որ Լիան ինքը շատ համեստ է, չի ասում, նայել է բանաստեղծուի հեղինակ կուզենայի այդ օրը ինքը կարդարի բանաստեղծությունները, Արամ Ավետիսի իմ ընկեր, իր ճարտարապետական մուտացիա գրքից հատվածներ, հայրս կերքի ես իր հետ Տիգրան Աբգարյանը ենք գնալու։ Այո, այսինքն մենք տոնում ենք Երևանը եւ ոչ միայն լավագույն կողմերից, մենք քննարկում ենք Երևանը, մենք քննարկում ենք ճարտարապետությունը, մենք ինչ որ մտքեր ենք հայտնում եւ բայց այդպիսով մենք նշում ենք այն, որ մենք երևանցի ենք եւ ոչ միայն երևանցիները, ովքեր ջերմորեն սիրում են եւ հոգով երևանցի են դարձել, այդ օրը մեզ հետ նշում են Երևանի ոնց որ այս ամիսը, հոկտեմբերը, այդպիսի մթնոլորտ է։ Մենք նշում ենք Երևանի տոնը մեզ հատուկ ֆորմատով։ Ամենագեղեցիկ ամիսներից է Երևանի, ես միշտ ասում եմ Երևանի սեպտեմբեր, հոկտեմբերը, եթե ուզում եք հյուր գալ, այդ ժամանակ եք Երևան։ Իդեալական ժամանակը Երևանի օրվա համար ընտրված իրական բազմազանության, Երևանից դուրս գունեղ է, ամենագեղեցիկ է, բոլոր գույները արդեն կան։ Գունային մեծ ցնծություն կա էքսպոզիցիայի մեջ, գունային մեծ ցնծություն է լինելու եւ բոլորը եւ տաք գույներն էլ են շատ։ Այո, իրանք կվայելեն այդ հաճույքը եւ ուրախությունը։ Իմիջայլոց աղջիկներ, սա ձեր համար հրավիրատոմս է, չնայած ազատ է իհարկե, բայց սիմվոլիկ ինձ հետաքրքիր է նաեւ մենք տեսնենք այստեղ եւ այսպես նայենք եւ դուք նաեւ պատմեք ինչ զգացողություններ էր, երբ վերջնարդյունքը տեսաք։ Այսպես ամբողջ խտացում այս տարիների, ամիսների, օրերի աշխատանքի ինչ էիք զգում։ Եվ արդյոք արդարացվեցին ձեր ակնկալիքները, ինչ գեղեցիկ է։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, երբևէ այս հարցը ինձ չեն տվել, շատ հետաքրքիր է, դուք ուզում եք պահի տրամադրությունը տեսնել, թե ինչ է մարդ զգում։ Դու կարող եմ շատ այսպիսի մի քիչ կոպիտ համեմատություն անել, բայց ինչ է զգում, երբ որ օրինակ մի քանի երեխա ունես եւ նրանք բոլորը օրինակ դպրոցն են ավարտում, մոտավորապես կամ գոնե դպրոց են ընդունվում, կամ մանկապարտեզ ընդունվելու ժամանակ երևի սկզբում սարսափ են ասում, այդքան հետ ոնց են սովորելու։ Բայց դա նաեւ հպարտություն է, ոչ թե դու իրենց համար ես ուրախանում, որ այդ մարդը մեջ են դուրս եկել եւ ասում ես դե վերջապես դե իրենց տեսան, ինչպեսին որ կան, լավ վատ, բայց իրենք արդեն հասարակության մաս են, եւ այս գործերն էլ նրանք դուրս են գալիս մարդամեջ եւ դառնում մարդկանց, տեսեք, դուք ձեզ եք գտնում, մարդկանց հոգիների մի մասն են դառնում, դա շատ պատասխանատու է, բայց եւ կարծես կյանքիդ իմաստ է տալիս որոշակի։ Շնորհակալ ենք շատ, որ եկաք մեզ հյուր, շնորհակալ ենք նաև հրավերի համար այսպիսի գույներով, տրամադրությամբ լցրեցիք մեր տաղավարը, գունավոր տաղավարում, այո, առավել շատ գույներ բերեցիք, ձեր նման գունավորոր ենք ցանկանում։ Ձեզ էլ ենք շնորհակալ գեղեցիկ տրամադրության համար, դուք էլ մեզ լիցքավորեցիք։ Այո, բոլորին սիրով։ Մեջ եղանք այսօր մենք։ Սիրով կներկայանանք, կլինենք հոկտեմբերի 4-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիա Աբովյան 2 համեցեք։ 12 ամիս Երևանում եւ նաեւ օրացույցի շնորհանդես հրավիրում ենք բոլորին։ Հրաշալի։ Շնորհակալ ենք մեր հեռուստադիտողներին, որ այսօր եղան մեզ հետ եւ ողջ շաբաթ ես վստահ եմ դիտեցին լույս առավոտին, իսկ ձեզ բարի հանգստյան օրեր, վայելեք այս հանգստյան օրերը, լավ հանգստացեք, որ մյուս շաբաթ լավ աշխատեք։ Ավելի շատ ժպտացեք միմյանց։ Այո։ Լավ եղեք։